Սան Դիեգոյի մզկիթներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում անվտանգության աշխատակից։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ մահացած են հայտնաբերվել նաև 2 ենթադրյալ հարձակվողները՝ 17 եւ 18-ամյա երիտասարդներ։ Նրանց հայտնաբերել են մզկիթի հարակից մեքենայում։ CNN-ի աղբյուրների համաձայն օգտագործված զենքերից մեկի վրա եղել է ատելություն պարունակող գրություն։ Միջադեպից հետո Նյու Յորքի, Վաշինգտոնի եւ Լոս Անջելեսի ոստիկանությունները հայտարարել են, որ ուժեղացնում են անվտանգությունը մզկիթների եւ այլ կրոնական հաստատությունների շուրջ։ Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը այն բանից հետո, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները ստացել է Թեհրանի նոր առաջարկը։ Իրանի պատասխանը Դոնալդ Թրամփի առաջարկներին անընդունելի է եւ չի ստեղծում առաջընթացի հիմք։ Իսրայելում ըստ հրապարակման կարծում են, որ Թեհրանն իրեն հաղթող է զգում եւ համոզված է, որ Թրամփը չի ցանկանում նոր պատերազմ։ Իսրայելցի պաշտոնյաների խոսքով ռազմական տարբերակը այժմ դիտարկվում է որպես շատ իրական սցենար, իսկ պատերազմի լիակատար վերսկսման հավանականությունն արդեն ավելի բարձր է, քան 50%-ը։ Քննարկվող տարբերակների թվում նշվում են ոչ միայն ավիահարվածներն, այլև ավելի լայն գործողությունները, ներառյալ Խարկ կղզու նավթային ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողությունը, հարստացված ուրանի առգրավումը եւ Հորմուզի նեղուցի վերահսկման փորձերը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակավորապես կանգնեցրել է Իրանի դեմ նոր հարվածները, հնարավորություն տալով շարունակել բանակցությունները։ Թրամփը նշել է, որ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Իրանը Պակիստանի միջոցով Վաշինգտոնին փոխանցել է նոր խաղաղության առաջարկ։ Միաժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը շեշտել է, որ զինվորականներին հրահանգել է պատրաստ լինել ցանկացած պահի լայնածավալ գործողությունների, եթե ընդունելի համաձայնություն ձեռք չբերվի։ Իրանի առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակի մասին։ ԻՌՆԱ-ի փոխանցմամբ Քերմանպուրը հայտարարել է, որ մարտին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով ստացած վնասվածքները չեն խեղաթյուրել Իրանի գերագույն առաջնորդի արտաքին տեսքը։ Նրա խոսքով վնասվածքները նաեւ չեն հանգեցրել անդամահատման կամ հաշմանդամության։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը կառավարվում է ֆաշիստական մտածելակերպով։ Թուրքիայի նախագահը այսպես է արձագանքել Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող գլոբալ համերաշխության նավատորմի դեմ իրականացված գործողությանը, որը նրա խոսքով տեղի է ունեցել միջազգային ջրերում։ Էրդողանը միջադեպը բնութագրել է որպես ծովահենության եւ ավազակության ակտ եւ հայտարարել, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Գազայի հատվածի բնակիչներին եւ մարդասիրական առաքելություններին։ Նա նաեւ միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ, պնդելով, որ դրանք հակասում են միջազգային իրավունքին։